Նախագծի հովանավոր Lido Palms Resort and Spa Lido Palms Resort and Spa առողջարան հանքային տաք բուժիչ ջրով բացօթյա եւ փակ լողավազաններ, ջկուզի, մերսման հատուկ սենյակ, սպա եւ անվճար կայանատեղի։ Հանքային տաք ջրով լոգանքները առողջարար են ոսկրերի ցավի, աղային կուտակումների, նյարդային խնդիրների եւ շատ այլ հիվանդությունների դեպքում։ Առողջարանը ունի 10 առանձին սենյակներ, ապահովված բարձրորակ հանգստի համար անհրաժեշտ ամեն ինչով, ներառյալ լոգարան, խոհանոց եւ գրիլ։ Շատ մոտ է խաղատներին։ Գտնվում է Desert Hot Springs-ում Palm Springs-ի հարևանությամբ։ Զանգահարեք ամրագրեք ձեր սենյակը 760 329 60 33 հեռախոսահամարով։ Հրաշալի եւ բուժիչ հանգիստը ձեզ է սպասում։ Նախագծի հովանավոր 911 Detox Center Անգլերեն լեզվին վատ տիրապետող հայ օթերևութաբանը փորձելով ասել սպասվում են քամիներ, հայտարարեց coming soon։ Բարի երեկո սիրելի հեռուստադիտողներ, MJ հեռուստաընկերության ուղիղ եթերում իր աշխատանքն է սկսում Armenian Evening հաղորդաշարը, ինչպես միշտ 5 շաբթի երեկոյան 22:30 մենք եթերում ենք։ Եթերում ենք, որպեսզի եւս մեկ հայկական երեկո միասին պարգևենք ձեզ, միասին շփվենք, խոսենք եւ բնականաբար հյուրընկալենք շատ հետաքրքիր, սիրված, ճանաչված մարդկանց։ Ասեմ, որ այսօր իհարկե բացառություն չէ, բայց այսօր շատ սիրված հյուր է մեզ մոտ լինելու։ Պակագծերը առայժմ չբացեմ, ինչ եք անում դուք այս պայն դիտում եք մեզ, ինչ ենք անում մենք այս պայն, մենք ոնց որ ասած սկսում ենք։ Սիրելի հեռուստադիտողներ, այս պայն սիրով ուզում եմ ներկայացնել մեր նախագծի գործընկերներին եւ շնորհակալություն հայտնել աջակցության համար։ Armenian Evening նախագծի հովանավորն է 911 Detox Center կազմակերպությունը։ Եթե ձեր շրջապատում կամ դուք ունեք վնասակար սովորություններ, ունեք կախվածություն եւ ցանկանում եք ձերբազատվել, ապա 911 Detox Center կազմակերպությունը կօգնի ձեզ այդ հարցում։ Երկար տարիներ արդեն աշխատում են այստեղ, օգնում են մարդկանց, պրոֆեսիոնալներ են աշխատում բառի բուն իմաստով, դրա համար եթե կա նման խնդիր ձեր շրջապատում կամ դուք ունեք նման խնդիր, ապա հավատացեք, որ պետք է դիմել եւ բոլոր խնդիրները կլուծվեն։ Հեռախոսահամարն է 409 9011։ Մեր նախագծի գործընկերն է Lido Palms Resort and Spa հյուրանոցային համալիրը, որը պարզապես առողջարան է։ Այնպես որ եթե հանգստյան օրեր ունեք եւ ցանկանում եք լավ, որակով եւ ամենակարևորը առողջարար անցկացնել, ապա իհարկե գնում եք Lido Palms Resort and Spa հյուրանոցային համալիր, որտեղ հարմարավետ համարներ, լողավազաններ տաք հանքային ջրով եւ բոլոր հարմարությունները մեկ վայրում։ Հեռախոսահամարն է 760 329 60 33 եւ շատ արագ ընթերցեմ այսօրվա ընդգրկված նորությունները եւ այնուհետեւ սիրով ներկայացնեմ մեր հյուրին։ Ford-ը հայտարարել է, որ կկրճատի աշխատատեղերը մասնավորապես Ամերիկայի Միացյալ Նահանգներում եւ Կանադայում։ Դե դա նշանակում է ընդամենը մեկ բան. Ford-ի այս կրճատումներից հետո կշատանան Ford-աշ անողները։ Ֆլորիդայի Everglades ազգային պարկում շնաձուկը հարձակվել է տղամարդու վրա, որ ձկնորսության ժամանակ գետում լվանում էր ձեռքերը։ Եվ դա շատ տրամաբանական է, եթե ձկները խոսեն, շնաձուկը կասեր, այ ընկեր ջան, գետում ով է ձեռ լվանում, գնա լվացարանում լվա։ Մենք կհանդիպենք ընդամենը մի քանի վայրկյանից։ Եվ այսպես սիրելի հեռուստադիտողներ, այսօր Armenian Evening նախագծի հյուրն է Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ, սիրված դերասան, երգիչ, տաղանդավոր մարդ Հովհաննես Բաբախանյանը։ Հովհաննես ջան, բարի երեկո։ Բարև Արմեն ջան։ Շատ ուրախ եմ քեզ տեսնել, շնորհակալ եմ իհարկե հրավերքս չմերժելու համար եւ ավելի քան համոզված եմ, որ շատ հետաքրքիր երեկո միասին կունենանք, որովհետեւ իհարկե մշտապես քեզ հետ շփվելը, խոսելը, զրուցելը միանշանակ իհարկե դրական րոպեներ։ Շնորհակալ եմ հրավերի համար, անշապ շնորհակալ եմ։ Հովհաննես ջան, մենք իհարկե այսպես հարցը, որ առաջին տալիս եմ մեր հյուրերին, մի քիչ ուշ կտամ քեզ, եթե դեմ չես։ Ես հիմա անպայման ուզում եմ, որ միանգամից խոսենք, չնայած այսօր էլի խոսելու ենք այդ ներկայացման մասին, որը տեղի
ունենալու մայիսի 14-ին։ Այսինքն ընդամենը 2 ամիս անց AGBU Performing Arts Center Pasadena-ում եւ խնդրեմ մի քիչ մանրամասնես։ Լավ։ Ուրեմն պիեսը գրել է Խորեն Արամոնի, մենք այս ներկայացման պրեմիերան արդեն խաղացել ենք, ասում եմ մենք, որովհետև խաղում է սիրված դերասանուհի, հաղորդավարուհի Նարինե Չիլինգարյանը եւ խաղում եմ ես։ Պիեսը կոչվում է Գերին եւ Գրեյսը։ Գերին ես եմ, որի անունը Գարեգին է, բայց տեղափոխվելով Միացյալ Նահանգներ դարձել է Գերի, եւ Նարինեն խաղում է Գրեյս, որը ամերիկուհի կին է, որը ճոճաթոռին նստած սպասում է իր ընկերոջը, իր սիրած անձնավորությանը, որը մեկնել է Վիետնամի պատերազմը, այդպես էլ չի վերադարձել։ Հիմա սա տխուր մասն էր։ Իսկ ներկայացումը ինքը տրագիկոմեդիա է։ Այսինքն երբ որ դերասանն անգամ լաց է լինում բեմում, հանդիսատեսը ծիծաղից ուշաթափվում է, որովհետև տեսնում է իր մի մասը, իր ավագ տեսակը։ Ես այդտեղ խաղում եմ 97 տարեկան պապիկ, որը ոչ միայն գրիմով, նայել իր դրամաբանությամբ, ձայնով, խոսելով, պլաստիկայով, փորձել եմ ստեղծել մի կերպար, որը որքան հնարավոր է հավաստի լինի եւ մարդկանց մեջ ստրես չառաջացնի, այնպես չլինի որ, հա։ Հիմա այնքան մոտեցա այդ կերպարին, այս կերպարը ինձ ինչով օգնեց որպես դերասան, որ ես սկսեցի ծերությունից չվախենալ, ծերանալուց չվախենալ, ազնիվ խոսք, որովհետեւ հասկացա, որ դրա մեջ ուրիշ համուհոտ կա։ Ես արդեն իսկապես ես ինձ տեսա այդ տարիքում։ Ոչ, իսկ ինչու օրինակ, նո պարզապես հետաքրքիր է ուղղակի գուցե զուգադիպություն, ինչու ինձ 97 տարեկան, այսինքն ոչ թե 100, ոչ թե 95։ Ասեմ, այդպես է գրել Խորեն Արամանին, հա։ Մի բան էլ կողմնապահություն չհնչի, բայց պիտի նշեմ, որ այս պիեսը բեմադրել է որդիս Գոռ Բաբախանյանս, որը որ պրոֆեսիոնալ իսկապես միանում եմ այդ բրավոյին, ինչի ոչ թե, այսինքն ոչ միայն նրա համար որ իմ որդին է։ Չէ, բայց նրա համար որ պրոֆեսիոնալ ռեժիսուրա է ներկայացման մեջ երբ որ նայեք, անպայման քեզ հրավիրում եմ Արմեն ջան։ Շնորհակալ եմ։ Կհամոզվես, որ իսկապես պրոֆեսիոնալ ռեժիսուրա է։ Մի վարքյան չկա, որ մտածեն, ասեն, հիմա այս կերպարը ուր գնա, այս ուր գնա, այն որևից գա բան։ Սենց դրուկեր չկա, ինքը իսկապես 4 սիրուն գեղեցիկ բեմադրած գործը, վերջում էլ ֆիլմի տրուկը արած, բեմում ֆիլմով կարծես սենց գնում է ամբողջ այդ հիշողությունը ամբողջ։ Մի խոսքով շատ չեմ ուզում բացել, բայց որ հետևեք իմեջին Instagram-ի կամ ասենք հենց մեր Կարոյի ու Ալայի Ticket-Miket website-ին որ հետևեք, Facebook-ում կամ Instagram-ում կամ իրենց website-ում, այնտեղ անդադ այո, մի խոսքով պատտվում է, կտեսնեք, մոտավորապես կհասկանաք ինչի մասին է։ Այո, եւ այո, արդեն գիտես, քո պատմածից արդեն իրոք շատ հետաքրքրվեց։ Ես ամենայն դեպս ես ունեք ինձ շատ հետաքրքրեց, որ ժամին, արի մայիսի 14-ին ժամը 7-ին։ Մայիսի 14-ին սիրելի հեռուստադիտողներ արդեն տոմսերը վաճառքում կան, այսինքն կարող եք արդեն ձեռք բերել, մայիսի 14-ին երեկոյան ժամը 7-ին AGBU Performing Arts Center Pasadena-ում արդեն կարող եք ձեռք բերել տոմսերը, լավ տեղեր ձեռք բերել տոմսեր, որտեղ հետո չի լինել լավ տեղերը, կսեք, մենք ուզում ենք շուտ է պետք մտածել դրա մասին, որովհետև իրոք ներկայացում անպայման պետք է դիտել։ Մենք իհարկե կանրադառնանք այսօր եւս խոսելու ենք ներկայացման մասին։ Հիմա կխնդրեմ քեզ պատմես այ հարցը, որը մեր հյուրերին առաջին հարցը տալիս եմ պարտադիր, ով էր եղել այն մարդը կամ մարդիկ, գուցե ծնողները, ով գտավ քեզ այդ տաղանդը դերասանական, ասեց, այս երեխեն դերասանա դառնալու։ Հայրս, պապաս, որին աննկարագրելի կարոտում եմ ամեն օր, ամեն ժամ, բայց քանի որ ես իրա որ ասում են copy paste, ես իրա copy-ն եմ, դրա համար ոնց որ քիչ եմ կարոտում, որովհետև հայլու առաջ հենց հայտնվում եմ, ոնց որ պապայից տեսնեմ։ Պապասը եղել առաջին մարդը, որը ինձ ուղղություն ա տվել, որը ասել է, որ ես նկարում էի, գեղանկարչությունը իմ
այսպես ասած առաջին մասնագիտությունն էր համարվում, որովհետև քույրս հանգուցյալ Կարինե Բաբախանյանը նկարչուհի էր ու անընդհատ ինձ մղում էր դեպի նկարչություն 15 տարով մեծ էր ինձնից ու ես չէի կարող չլսել ու նկարում էի ու գործերս արդեն ուղարկել էի Մոսկվայի արվեստի համալսարան լուրջ այսպես գեղանկարչություն մենք պարապում էինք մատիկ բան գրաֆիկա, ժիվիպիս ու կոմպոզիցիա։ Երեք բան քույրս հետս պարապում էր ու այդպես գործերս արդեն ուղարկել էի, որ պիտի ու պապաս անընդհատ ասում էր Հովիկ ջան, Բալիկ ջան, ախր դու դերս անընդհատ ու դպրոցում էլ այդ 8-րդ, 9-րդ, 10-րդ դասարանը մեր համար stand-up comedy դասարաններ էին, առավոտից իրիկուն մի դասատուի մոտ, մյուսի պարոդիան, մյուսի ֆիչի մոտ, մյուսի պարոդիան ամեն անգամ այդ երեխեք ուզում էին դասը խանգարել, ասում էին «Վա, ընկեր Թոմասյան, տեսեք ընկեր Ղազարյանի պարոդիան ոնց հանում Հովիկը» ու ամբողջ դասանցից «Հով գնա»։ Սենց 45 րոպե շոու էր գնում, չէր հասցնում դասատուն դաս հարցնել։ Ու այսպես հետո վերջին զանգ, բան, այս ամենը նպաստեց, որ ի վերջո գամ Թատերական ինստիտուտ, պապաս ձերքիցս բռնած բերեց Թատերական ինստիտուտ 15 տարեկան էի, դեռ անձնագիր չունեի, շուտ եմ ավարտել դպրոցը։ Այդպես ընդունվեցի Թատերական ինստիտուտ Հրաչյա Ղափլանյանի կուրս ու ճակատագիրս այսպես ասած։ Իսկ ինչ եղավ այդ գործերը վերջապես, ինչ եղավ նկարչությունը։ Ես մի անգամից ընդունվեցի նաև Մոսկվայի գեղարվեստի համալսարան։ Նրանք ասեցին, որ բացառություններ էին անում այն ժամանակ կոմունիստների ժամանակ, նույնիսկ ասացին, որ ատեստատի ֆիզիկական ատեստատից բացի կարելի է ատեստատի կոպիան, կապին, նոտարով հաստատած, ուղարկեցի իրենց ու այդպես առաջին 4 տարին, 3 տարին, այդպես երկու բուհում համատեղ սովորում էի, հետո մեկնեցի զինծառայության, վերադարձա ու արդեն շատ ավելի հեշտ եղավ, որտեղ Հայաստանը անկախացել էր ու Մոսկվան էլ արդեն լիքը օրենքներ էր փոխել։ Բայց դու երբ որ ընդունվեցիր ինստիտուտ, այն ժամանակ ինքը գեղարվեստա թատերական էր։ Այո, 84 թվականին։ Գեղարվեստա թատերական էր, այսինքն բայց այնտեղ ուղղվածությունը այնուամենայնիվ առանձին դեպի թատերական էր։ Թատերականն էր։ Իսկ գեղարվեստի բաժինը ես սովորել եմ отделение станковой живописи и графики, աստծային, Մոսկվայի գեղարվեստի համալսարան։ Այսինքն Երևան կապ չունեցար։ Լավ, իսկ ոնց անցավ ուսանողական տարիները, գիտես, դե այն ժամանակ հիմա արդեն դե բավականին փոխվել է ամեն ինչ, որովհետև դերասանները սովորում են եւ առաջի երկրորդ կուրսում արդեն հայտնվում են էկրաններին, որ այն ժամանակ իհարկե չկար, ավելի դժվար էր, որովհետև ամեն ինչը չնայած երևի դա ավելի ճիշտ էր, որ չէին հայտնվում, չէ՞ երևի։ Ես էլ եմ հայտնվել։ Դու առաջին երկրորդ կուրսում հայտնվել եմ, Արմեն Էլմասյան ունեինք TV-ում, շատ խելոք լավ TV ռեժիսոր էր, շատ լավ մարդ ու նա հրավիրեց մանկապետանեկան հաղորդումների կարծեմ գլխավոր խմբագրություն կար այդպես ու այնտեղ մանկապետանեկան հաղորդումների փոքր սկեչեր էին նկարում։ Դա դապորտիվ էր եւ այլն։ Ամաչում եմ ասեմ 85 84 85 այդպես սկսեցի այդտեղ հետո քանի որ Ղափլանյանի կուրսից էի Հրաչյա Նիկիտիչ Ղափլանյանը Աստված հոգին լուսավորի հրաշք առաջին ուսուցիչը այսպես ասած մեր դերասանի վարպետության դասերը անցերկացնում հենց դրամատիկական թատրոնում այն ժամանակ ինքը դրամատիկական թատրոնի գլխավոր էր հետո որ տեղափոխվեց Սունդուկյան թատրոն Այնտեղ էր Սունդուկյան թատրոնում էինք անցկացնում դերասանի վարպետության դասերը ու մենք հնարավորություն եւ իրավունք ունեինք մասսայական տեսարաններին մասնակցելու այդ ներկայացումների ու թվով չեմ հիշում քանի ներկայացում բայց խաղում էինք մասնակցում էինք ու հետո արդեն երբ որ մեկնեցի զինծառայության հետ եկա արդեն հրաշնիկից չմահացել էր ցավոք ու ես ընտրեցի դրամատիկական թատրոնում մնալու եւ ամրանալու ճանապարհը այսպես էլ արդեն իմ հրաշք Արմեն Խանդիկյանը իմ մայեստրոն ով որ ինձ քանդակել է կերտել է որպես դերասան Խանդիկյանը այսինքն երջանիկ մարդ եմ դու երջանիկ ես իրոք որովհետեւ իր աշխատել ես իհարկե այսպեսի ունեցել ես ղեկավարներ բայց փաստորեն այդ բուրըն գործունեություն շարունակություն այսինքն որովհետեւ իհարկե արդեն դերեր, թատրոն, գնաց ամեն ինչ եւ 2000 ֆիլմեր եւ ինչ 2010 թվականին, չէ՞, տեղափոխում եղավ Միացյալ Նահանգներ։ Բայց գիտես, երբ որ մարդիկ
լինում են ճանաչված, պահանջված, որովհետև դու նաև պահանջված ես, ճանաչված, սիրված, դա դժվար չէր այնուամենայնիվ, պետք էր թե պետք չէր, որովհետև դու այն եզակի դերասաններից ես եւ ես դա ուզում եմ անպայման նշել, ով տեղափոխվելով Միացյալ Նահանգներ, արդեն ոչ թե այսպես, հայկական շուկան իհարկե հայկական շուկան շատ լավ է, բնականաբար մենք ենք, մերոնք պետքա լինի, բայց դու արդեն ամերիկյան շուկայում ես, ամերիկյան երգեր, ամերիկյան ֆիլմեր, այսինքն ամբողջությամբ այդ ամերիկյան շուկայում ես, որը իհարկե գովելի է, որովհետև եւ առհասարակ ես ուզում եմ նաեւ մի քո արտահայտությունը հիշեմ, դու ասել ես, որ եթե դերասան չլիներ, երևի չէր էլ գա Ամերիկա։ Ճիշտ եմ ասում։ Ահա։ Այն մի քիչ խնդրում եմ մի քիչ ավելի մանրամասնես, որովհետև այնուամենայնիվ դժվար չէր այդ պիկի վրա, այդ հաջողության, ճանաչման թողես գաս, այնուամենայնիվ զրոյից սկսես, բայց էլի հասնես հաջողության։ Շատ լավ։ Ասեմ, դժվար էր պատկերացնել ճանապարհի վերջը։ Մութ էր։ Չնայած որ կային խոստումներ, արդեն աշխատել էի Միացյալ Նահանգներում, հայ-ամերիկյան երկու ֆիլմում նկարահանվել էի, Հերոստրատ, Ռուբեն Քոչարի, իմ լավ ընկերոջ եւ Մետամորֆոզ։ Հերոստրատի ժամանակ Ամերիկայում նկարահանումներ չունեցանք, բայց Մետամորֆոզի ժամանակ ես եկա Միացյալ Նահանգներ, այստեղ լիքը կտորներ նկարվեցի, խաղում էի Քրիս Դեվիդսոն, այնտեղ մի փոքր հատված նաեւ Հիսուս եմ խաղում այդ ֆիլմում, շատ հետաքրքիր ֆիլմ էր։ Ֆիլմը հիմա կա կինոդարանում, իդեպ կարող եք նայել։ Ֆիլմերը նաեւ Հերոստրատը կա կինոդարանում, ես վերջերս բարձեցի իմ համար։ Արմեն ջան, կար այդ վտանգը, անկեղծ ասած։ Մանավանդ երբ որ գալու է 3 երեխաներիս հետ, կնոջս հետ, դերասանուհի եւ Հայաստանում թողնելու է 2 ծեր ծնող։ Ես իմ ծնողների վերջին զավակն եմ ու նրանք ինձ ունեցել են արդեն 40 անց տարիքում։ Դե պատկերացու ինչ դժվար էր։ Եթե ես 43 տարեկանում եմ եկել, ծնողներս արդեն 80 անց են երկուսն էլ ու սարսափով եմ թողելու եկել, որովհետեւ գիտես այդ տարիքում ոնց էս դողում ծնողիդ վրա, մանավանդ որ պահել եմ, խնամել եմ, փառք Աստծո էլի, մի խոսքով։ Բայց հրաշք քույր ունեմ, որը սկսեց օգնել, խնամել մամայիս, պապայիս, եղբայրս, բան բոլորը այդպես աջակցեցին, որպեսզի ես կարողանամ տեղափոխվել։ Լավ, անցնեմ տեղափոխությանը, շատ դժվար էր հասկանալ, մտածել, համոզվել, որ ամեն ինչ լավ է լինելու, բայց քանի որ ես արդեն 2 անգամ եկել էի Միացյալ Նահանգներ ու աշխատել էի Միացյալ Նահանգներում, այնպես չէ եկել գնամ Դիսնիլենդ, բան չնայած որ Դիսնիլենդել էի արդեն գնացել, բայց աշխատեցի Միացյալ Նահանգներում։ Ես հասկացա, որ դերասանները բոլորը նույնն են, նույն արյունն ունեն։ Սուտ է, նույն բանն է։ Եթե լեզուն հասկանաս, արդեն հարցերը լուծված է։ Դու հանգիստ կարող ես կամաց մտնել այդ ամեն ինչի մեջ։ Ինչի որ տեղի ունեցավ։ Սկզբից եւ այդ կարողացա այդ ամեն ինչի մեջ կարծում եմ ինտեգրվել, ինձ շատ օգնեցին բոլոր այն մարդիկ, ումով որ ես շրջապատված եմ եղել, իմ լավ ընկերները, որոնք հասկացել են ու հավատացել են, որ ես իսկապես գնում եմ այդ ճանապարհով ու ինձ ինչքան հնարավոր է ճիշտ խորհուրդներ է տվել ու իհարկե այն էջենտը, որի հետ աշխատում եմ։ Ես մի քանի անգամ հաղորդումների մեջ պատմել եմ էքսկլյուզիվ ինչա տեղի ունեցել։ Եթե իհարկե, այո, չգիտեմ։ Լավ, ասեմ։ Նյու Յորքում կար մի մեծահասակ մարդ, որը էջենսի ուներ։ Դերասանների, այսպես ասած, ներկայացնելով եւ զբաղվում էր, այո, ներկայացնում էր դերասաններին տարբեր, այո։ Ու իր կինն էլ աշխատում էր իր հետ եւ իր աղջիկը եւ իր որդին ունեին առանցին փոքր էլի էջենսիներ գից դրան։ Բոլորը էջենտներ էին։ Այս մարդու հետ ինձ ծանոթացրեցին La Jardin ռեստորանում, որը Հադսոնի վրա մի հատ գեղեցիկ ռեստորան, այդպես խոսեցինք, հրավիրել էր, խոսեց, հասկացա, որ շատ կոտրտված անգլերենով, այսպես կարողանում եմ, բացատրում եմ, այն ժողովրդական լեզվով ասած, էշցեղից, չեմ էլ կարող եմ էշցեղից հանել, տենց էլ մնում է ցեխի մեջ, մի խոսքով։ Բայց հասկացա, ինքը ինձ բացատրեց, ասեց, որ տես ասեց, դերասանի համար դու ասեց պիտի լավ
տիրապետես լեզուն իմանաս, ասած, որովհետեւ բան չի։ Այ եթե ասես դու երգեիր, ասենք երգիչ լիներ, բան հնարավոր է։ Հեշտ էր, որովհետեւ մենք ասես լիքը երգիչներ ունենք, ասես որ փայլուն երգում են անգլերեն, հետո չի խոսում ոչ մի բառ, մեկ-երկու բառ է խոսում։ Ասեցի ես երգում եմ։ Ասեցի ոնց երգում ես։ Ասեցի հա, բա ես պրոֆեսիոնալ երգիչ եմ, ասեցի ես Երևանի Կոմիտասի անվան պետ կոնսերվատորիան եմ ավարտել, ասի ես այտենց ինքնուս երգիչ չեմ, ասում եմ ոնց, ասում եմ հա ես լիրիկո-դրամատիկ տենդեր եմ ասում, ես դասական օպերային երգեցողություն եմ ուսումնասիրել։ Կամաց ձգվեց, ասեցի ուզում եք ստեղ երգեմ, իսկ ընդ մի հատ ամերիկյան ջազ բենդերն է վագում, ամենաքուլ ռեստորաններից մեկն է, շատ ասեցի, ասեցի Պեչի տենց բան չանես, ասեց ստել ես մարդիկ որ նստած են ասում covered են ասում դու իրանց չես նրանք ասում են լիքը ստեղ մարդիկ կան որ հետո ասի եթե ասեց fail անես կամ սխալվես էլ երբեք դու ասեց բան չես ունենա ասեցի թող ես գնամ երգեմ եթե ասեցի բան կլինի ոչինչ ասեցի ես ոչ ոք չեմ կորցնում ասեցա գնացի ջազ բենդին մոտեցա ծանոթացա ասեցի hi guys Կարամ ասեցի մի բան երգեմ, բան ինչ, ասեցի օրինակ so wonderful world, բոլորը գիտեն այդ երգը, ասեցի տոնայնությունը զման, նվագեցին, երգեցի, բրծա, էս մեր պապին շատ ուրախացա, տեղից ծատկեց, գոռաց, ծափ տվեց, բոլորը կանգնեցին, ծափահարեցին, բրավո, բանը, one more նորից, լրջացավ ավելի, սիտուացիան ավելի տաքացավ ու երկրորդն էլ երգեցի George on my mind, որ ավելի սենց տաք երգա, շատ եմ սիրում այդ երգը, որովհետև ինձ թվում է, որ հայերի մասին է այդ երգը, բոլոր հայերը երգում են, չէ George on my mind, որովհետև այդ կարոտ է, այդ փոփոխությունը, որ հետ ես գնում քո երգից, տեսնում ես ուրիշ աչքեր, ուրիշ ձեռքեր, մի խոսքով Էդ էլ որ երգեցի, ես պապին կանեց աթոռի վրա գոռում is my actor, is my client Այդպես սա եղավ իմ համար շատ մեծ ճանապարհ բացվելու Գիտես, այդ որ ամերիկյան շատ սիրուն խոսք ասում ճիշտ ժամանակին ճիշտ տեղում գտնվես Ոչ մի բան առանց Աստծո չի կարող տեղի ունենալ մարդու հետ Մարդը ինչքան հույս է դնում իր վրա, այնքան ինքը կորցնում է Հույսը պետք է դնես Աստծո վրա Բայց պիտի շատ աշխատես Որովհետև Աստվածաշունչը հենց նենց էր սկսվում, ասում է բանն ի սկզբանե էր, այդ բանը բանելն է, աշխատելն է։ Հիմա թե քո վրա կաշխատես, թե շրջապատի համը ոնց պարապ մարդը ոչ մի բանի կյանքում։ Ես քեզ հետ համամիտ եմ, բայց տես, նաև այստեղ իհարկե քո տաղանդը լինելով, բայց դու քեզ կարողացար ներկայացնես։ Այսինքն, եթե մտովի պատկերացնենք, որ այդ մարդը խոսեց, դու ասեր դե շատ լավ, հա, ես հա կփորձեմ եւ այլ, եւ դրանով կփակվեր թեման։ Այսինքն դու քո տաղանդ լինելով, այսինքն լինելով դու կարողացար քեզ ներկայացնել։ Դա կարևոր նաեւ որ տեղը լինի։ Ինքնավստահություն Այո, որ դու պետք է կարողանաս քեզ ներկայացնես։ Որտեղից է գալիս։ Աշխատելուց։ Այո, Կոնսերվատորիայում սովորել հո գնալ միջանցքում ծխել չի։ Իհարկե, հա։ Դու պետք է սովորես, չէ՞, դու պետք է գնաս դասի։ Ես 3 երեխաներս արդեն ծնված են, ես կոնսում որ սովորել եմ, ես 41 տարեկանում եմ կոնսը ավարտել։ Այդտենց հեշտ չի, այդ տարիքում ես արդեն դրամատիկական թատրոնում դերեր էի խաղում, կարծեմ թե արդեն վաստակավոր արտիստ էի, այսինքն կոչում ունեի, բայց գնում էի կոնսերվատորիում, խելոք նստում էի ու սովորում էի 18 տարեկան երեխեքի հետ, որովհետև դու պիտի կարողանաս այդ ամբիցիաներդ կոտրես, ինչա քեզ պետք։ Դու Մարդ ես, տղամարդ ես, պիտի ընտանիքդ պահես, դու պիտի հասկանաս, դու պիտի կայանաս, չէ։ Այսքան մարդ այդ ամբողջ ընտանիքը նստած սպասում է, պապան դառնալու է, թե չի դառնալու։ Ես ամենաշատը ամաչում եմ մեր երեխեքից։ Բրավո։ Չէ, ես իրոք քեզ ասում եմ բրավո, որովհետև տես ել եմ ասում, խոսեցինք որ արդեն ամերիկյան շուկան եւ այդ ամենի մասին, բայց դու հստակ ուներ պատկերացում այնուամենայնիվ որքան է դժվար էր, ուներ պատկերացում ինչի համար ես մեկնում Միացյալ Նահանգներ։ Եվ դրա համար ես իրոք ուզում եմ քեզ ասեմ շնորհակալություն, որովհետև որքան նման տաղանդավոր մեր հայրը այս ամերիկյան շուկայում ներկայացնեն, այս ամենը տաղանդը իրոք դա հրաշալի է, շնորհակալ եմ քեզ։ Եվ անպայման իհարկե մենք երկերին քիչ ուշ անդրադառնում ենք իհարկե, բայց ես հիմա ուզում եմ նաև մենք իհարկե խոսեցինք հաղորդման սկզբում, դու ասացիր որ ներկայացումը գորն է բեմադրել, ուզում եմ իհարկե խոսել նաև քո հրաշալի ընտանիքի մասին, տաղանդաշատ, մարի մասին, տիկնոջ մասին, իհարկե քո
Այ գիտես սովորաբար միշտ երբ որ ամուսինները դերասաններ են, այն էլ ձեր դեպքում ճանաչված սիրված դեր, բայց դուք շատ համահունչ եք, հա, բայց այնուամենայնիվ դժվար չէ տանը, թե դուք նաև եւ տանը եւ դրսում կարող եք այդ համահունչ լինելով բոլոր դժվարությունները հաղթահարել։ Երկրորդը։ Որովհետև ես մի վարքյան իմ կյանքը առանց Մարիի չեմ պատկերացնել։ Մեր մեջ արդեն սկզբում էլ, բայց տարիների ընթացքում ամեն օր այդ կապը այնքան է ամրապնդվել, որ մենք սենց սերտաճել ենք արդեն ու նույն կերպ ենք մտածում, նույն ուղղությամբ ենք նայում, նույն բաներն ենք ուտում, նույն բաներն ենք սիրում, նույն շոուներն ենք նայում, անընդհատ, սա օգնում է մենակ։ Սա քեզ ամրացնում է, ոնց որ դու մեկի փոխարեն երկու լինես։ Ամեն ինչի մեջ քո Մարին իմ ուժն է, Մարին իմ սերն է, ես չեմ ամաչում տենց բաներ ասելուց, որովհետև ոչ մեկ էկրանից ընկում չի ասի սատից բաներ խոսում, հենա, ես մի աղջկաներ նայում կամ են չկա տենց բան։ Ես կույր չեմ, ես շատ գնահատում եմ բոլորի գեղեցկությունը, ես նաև որպես նկարիչ, որպես մասնագետ եմ գնահատում առհասարակ կանացի գեղեցկությունը, բայց ես հասկանում եմ, որ իմ կինը աշխարհի ամենագեղեցիկ կինն է, որովհետև ես բախտ ունեմ ունենալու այդպիսի կին։ Հիմա անցնեմ նրա տաղանդին։ Որպես դերասանուհի, նա ունի այնպիսի զգացողություն եւ այնպիսի կանխած զգացողություն, որ ես իմ կյանքում չեմ տեսել։ Մարին եթե ասեց, որ այս բանը չի լինի, մի մոտեցի դրան, ուրեմն պետքա էլ չքննարկել, հա, չմոտենալ։ Այդպիսի բաներ կամ կյանքում ամբողջ մեր 35 տարիների համատեղ կյանքի ընթացքում մեկ կամ երկու անգամ ա եղել, բայց դա եղել է այնպիսի նախազգուշացում ինձ, որ ես հասկացել եմ, ասել եմ, չէ։ Ճիշտ է էլի։ Եվ այդ այս կառումով երևի գաղտնիք չէ, որ նաև քո բոլոր հաջողությունների այսպես առանձնահատուկ եւ կարեւոր նաև գործոն է իհարկե Մարին նույնպես, որովհետեւ դա այդպես է։ Դա այդպես է, որովհետեւ քո մեջքին կա նման մարդ։ Գեղեցիկ խոսք կա, չէ՞, ասում են յուրաքանչյուր կայացած տղամարդու մեջքի կանգնած է կայացած ու խելացի կին։ Այդ է, նվիրված կինը։ Իննա տղամարդուն թակավոր սարքում։ Այո, թե չգնահատեցին, ստից մենք կորած մարդ։ Հանես ջան, եւ մինչ անցնենք մեր հաղորդման երկրորդ էջին, մի քիչ ուզում եմ խոսեմ ներկայացման մասին, որը տեղի ունեցավ անցյալ տարի, եթե չեմ սխալվում, նոյեմբերին։ Հրաշալի ներկայացում էր, մի քիչ պատմի, որովհետեւ իդեպ մեր դերասանուհիներից մեկը, ես չեմ ասիով, եւ այստեղ մենք խոսում ենք, նա ասեց, վայ, մեզ համար այնպեսի պատիվ էր, որ երբ որ դու կարդացիր սցենարը, ասեց, նա մի անգամից ասեց, այո, ես կխաղամ։ Եվ ասեց, մենք չենք սպասում, որ մի անգամից Հովհաննեսը կասի, հա, ես պատրաստ եմ, որտեղ նա շատ դուր եկավ ու շատ մեծ պատիվ էր իրոք, որ դու մի քիչ պատմես, այսինքն ոնց եղավ այդ առաջարկը եւ ինչի մասին էր։ Շատ լավ։ Ներկայացումը Ժան Անուի Անտիգոնե պիեսն է։ Պիեսի հիման վրա է բեմադրվել, բեմադրեց Անին, փայլուն աշխատանք, փայլուն խաղընկերներ, բոլորը Մարիանան, Պապը, Արտուրը, Նարան Չիլինգարյան, բոլորը հոյակապ թիմ, շատ լավ աշխատեցին ու ես ոչ մի վարքյան չեմ ափսոսում, որ եղա այդ պրոյեկտի մեջ, որովհետև նախ տաղանդավոր մարդկանց հետ եւս մի բան ստեղծվեց եւ հետո այդ երիտասարդ արյունը նրանց այդ նոր մոտեցումը այդ ամենը շատ կարևոր էր ինձ համար նաեւ որպես դերասան եւ իհարկե քո փորձը նաեւ իրենք այդ փորձը դու թողեցիր դե դրա մասին ինքնով ասել դա նրանք ասում են արդեն չէ իսկապես լավ երեխեք են ու շատ լավն են ու հիմա առիթից օգտվելով ողջունում եմ բոլորին ասում եմ որ ես շատ կարոտում եմ, շատ սիրում եմ, շատ հարգում եմ, ապրեք բոլորդ ու իմ կրեոնը կարոտում է բոլորիդ եւ Անտիգոնեին եւ բոլորին
Դե նաև դա խոսում է նրա մասին, որ կարող է գուցե ինչ-որ շարունակություն աշխատել, շատ հնարավոր է, որ նորից էլի խաղա։ Կանգնել պետք չէ, եթե լավ բանը պետքա շատ լինի, հնարավորինս շատ։ Վարիժ ջան, մենք այսօր շատ խոսեցինք իհարկե դերասանության ամենի մասին, մի շատ թռուցիկ իհարկե խոսեցինք երգելու մասին, որովհետև դու արդեն պատմեցիր իհարկե պրոֆեսիոնալ երգիչ, այսօր իհարկե այսօր դեռ փակագծերը չենք բացի, բայց իհարկե կխնդրենք եւս մեկ քո տաղանդով երգչի փայլ ես արդեն մեր եթերում, բայց հիմա մենք ասում ենք մեր հաղորդման երկրորդ էջին, երկրորդ էջում մենք միասին երգեր ենք լսելու։ Երգեր, բայց գուցե ոչ այդքան հաշվանալով որ դու երգում ես երգեր, որոշակի առումով կարող է ոչ այս երգերը, որը հիմա մենք կլսենք, բայց այստեղ մենք ուշադրություն չենք դարձնում ով է երգում ընդհանրապես։ Մենք պարզապես երգի բառերին ենք ուշադրություն դարձնում։ Հա, մենք 3 հատ երգի հատված ենք լսելու կարճ, երգը ընդհատվելու է։ Ես 4 տարբերակ ասել եմ, որից մեկը ճիշտ է, 3-ը սխալ։ Մենք հիմա միասին պետք է ընտրենք ճիշտ տարբերակները։ Ես միանգամից քեզ ուզում եմ հարցնել, իսկ դու առհասարակ իհարկե բացի երգելու ստեղծակ երգեր ինքդ գրել ես, թե մի անգամ եմ գրել։ Մի անգամ եմ գրել Նորայր Ադալյանի Կինի եւ տղամարդու ներկայացման մեջ, ես գիտարով նվագակցում էի ինձ ու երգում էի ու ես գրել էի այդ երգը, կոչվում էր Աստաֆյան փողոց։ Երգում էի դու Աստաֆյան կոչված փողոց, արմատների պես հին ու Քո փողոցները ոսկեզոծ, քո բարդիները ոսկեզոծ, սրտիս խորքում գրված տողեր, շատ սիրուն գործ էր, շատ լավ։ Ահ ետ պիտի մնամ դարարամ։ Դե ոնց հեշտ կլինի հիմա մենք միասին կփորձենք մի քիչ ավելի թեթև հումորի մեջ փորձենք գտնել ճիշտ տարբերակները։ Լավ։ Եվ այսպես սիրելի հեռուստադիտողներ, Հովհաննես Բաբախանյանի հետ անցնում ենք մեր հաղորդման երկրորդ էջին, դուք իհարկե նույնպես ակտիվորեն մասնակցում եք, ինձ բնականաբար միշտ ասում եք, որ ես հյուրերին չօգնեմ, ես իհարկե աշխատեմ իհարկե չօգնել, հա հուշել չկա, բայց իհարկե ես ի սրտև ուզում եմ իհարկե, որպեսզի անպայման մենք միասին Հովհաննեսի հետ հաղթենք, ինչու ոչ։ Կարանք մի անգամ է փորձենք հաղթել, ինչու, առանց հուշելու։ Եվ այսպես, խնդրեմ առաջին երգի հատվածը միասին հիմա լսում ենք։ Ունդ է գնում արի պեսա, հետո այ աղջի դե գոնե, առաջի տարբերակը, ինձ դու հավատա, այ աղջի դե գոնե, ինձ մի բան ասա, այ աղջի դե գոնե, մամայիդ կանչի, և այ աղջի դե գոնե, հետս արի լանչի։ Ինձ թվում է ինձ մի բան ասա, որովհետև այնտեղ փեսա կար։ Դրամաբանորեն դա։ Վերևում տող կար փեսա։ Փեսա, այո, դառը փեսա, ահա։ Դե հանգը բնելու համար դե հավատա, հա, իհարկե տա փեսա չի բռնում, բայց էլի այով ավարտում, հա, այսպես թե չէ։ Կարա լինի, բայց փեսան, եթե ես գրեի երգի բառերը, ես կգրեի փեսան։ Դե ամենայն դեպս միշտ առաջի երգի, այսպես երգի հատվածին շատ ես չեմ մեր հյուրերին հուշում կամ այսպես բան, որովհետև մենք երկու տարբերակ ունենք, եթե մեկը սխալ, հələ փորձել ենք երկրորդը կարողանանք հաղթել։ Ամենայն դեպս այո, Հովհաննես ընտրեց այ աղջի դե գոնե, ինձ մի բան ասա, այս տարբերակը ճիշտ է դա թե ոչ մենք հիմա կլսենք եւ միասին կանցնենք երկրորդ երգի հատվածին։ Խնդրեմ։ Տեսար ճիշտ է։ Բրավո, պրոֆեսիոնալը մի անգամից իր պրոֆեսիոնալությամբ փայլեց, այո, առանց հուշելու առանց մի անգամից ասեց։ Բրավո։ Ուրեմն մի կում ջուր։ Այո, բայց իդես շատ հետաքրքիր էր, որովհետև տես հետաքրքիր է, որ դու ուշադրություն դարձրեցիր, այսինքն այդ բառը հետ փեսա։ Բայց ոնց կարող է չհարգեմ, չէ՞ որ դու հարգեցիր, 4 տող դրեցիր, որ ես լսեմ։ Ոնց կլինի չլսեմ։ 1-0 հաղթում ենք առայժմ եւ հիմա խնդրեմ երկրորդ երգի հատվածը միասին լսում ենք Հովհաննեսի հետ։
այսօր մեր տրամադրությունը բարձր է, այսօր մեր ամեն կենացը քաղցր է, թե շատ խմեմ, առաջին տարբերակը, տաքսի կանչելը ձեր վրա, թե շատ խմեմ, հաշիվ փակելը ձեր վրա, թե շատ խմեմ, ինձ մեր տուն տանելը ձեր վրա, եւ թե շատ խմեմ, կռիվ անելը կա ու կա։ Այստեղ դժվար է, որովհետև Հա, կատակ երկա, հա, դե որոշակի principi առաջի երկուսն էլ կարող են լինել։ տաքսին է կարա լինի, հաշիվ փակելն է, մեր տուն տանելն է կարա լինի, դե կռիվ անելը կա ու կա, շատ ճիշտ է, որովհետև ինչ մի հատ քեֆ հայկական առանց կռվի։ Դա առանց կռվի քեֆ ոնց որ մի տեսակ արդեն տխուր առիթով է։ Չէ, դա տխուր առիթով է։ Տխուր առիթով է։ Մեր սերունդը այդպեսին է։ Մեր սերունդը հիմա արդեն ավելի զգուշ է։ Ավելի զգուշ է։ Այսօր մեր, այսինքն ընտեղ տրամադրությունը բարձր է, մեր ամեն կենացը քաղցր է, հասկացանք, թե շատ խմեմ, դե թե շատ խմեմ, այդ 4 տարբերակը տաքսի կանչելը ձեր վրա, հաշիվ փակելը ձեր վրա, ինձ մեր տուն տանելը ձեր վրա եւ կռիվ անելը կա ու կա։ Մեր տուն տանելը ձեր վրա, երևի։ Մեր տուն տանելը ձեր վրա։ Բայց տարվեցի, զգում եմ որ տարվեցի։ Չէ, չգիտես։ Դե շատ խմեմ, դե նայ, շատ խմեմ, դե տաքսի կանչելը, դե շատ խմի չի կարա տաքսի կանչի։ Պետքա տաքսի կանչեն։ Հա, բայց Շատ խմեմ հաշիվ փակելն էլ դե իհարկե, որովհետև ինքը եկել է, այսինքն ինքը նախապես զգուշացնում է, որ ժողովուրդ, ես որ շատ խմեցի, ինձանից փող չուզեք, կփակեք հաշիվը ոնց կուզեք տենցել եւ բնականաբար մեր տուն տանելը ձեր վրա էլի կա ու կա, որովհետեւ բայց այդ տաքսի կանչելը մեր տուն տանելը նույնն է լինում։ Դե շատ խմեմ կռիվը կա ու կա, երևի այդ հաշիվը փակելը ձեր վրայից հետո կռիվն է սկսում, որովհետեւ ինքը որ հաշիվը չի փակում, արդեն սկսում է կռիվ եւ արդեն բուրըն այսպես խոսակցություններ, տհաճ խոսակցություններ, հետո գնում են երրորդը կներես որ ընդհատում Չէ, ես երրորդը, որովհետեւ գիտեմ որ դու ուզում ես ինձ լավ շփոթացնել։ Չէ, բացարձակ աչքերի կապում տանում են։ Բացարձակ, ես զգում եմ դա։ Լավ։ Երրորդը կարծում եմ Արմենջան, որովհետեւ երկի մեջ ամենա որ համ հումորը կա, համ տարօրինակ չի շատ, համ էլ համով է, էլի, ասում են, եւ որ շատ խմեմ, ինձ տուն տանելը կամ իմ տուն գնալը ձեր վրա։ Ինձ մեր տուն տանելը ձեր վրա, այս տարբերակ։ Կարծում եմ, որ դրա մեջ նաեւ բան կա, որ տանեն իրանց տուն, դեռ էլ քեֆ շարունակեն կամ բան sense։ Այսօր մեր ամեն կենացը քաղցր է, թե շատ խմեմ, ինձ մեր տուն տանելը ձեր վրա, այս տարբերակ ընտրեց Հովհաննեսը, ճիշտ է դա թե ոչ մենք հիմա լսենք եւ արդեն անցնենք երրորդ եզրափակիչ երկի հատվածին, խնդրեմ։ Բրավո! Այո, դու հաղթել ես արդեն։ Ես փոխում եմ մասնագիտությունը։ Ով որ երկրի ասեք այս խոսքերը։ Այո, խնդրեմ երկիր, եթե ուզում եք երկի բառ, հաղթող երկի բառեր, որտեղ արդեն հաղթում են բոլոր երկերը, Հովհաննեսի այսպես թե այնպես, խնդրեմ դիմեք։ Բրավո։ Բրավո։ 2-0 հաղթել ենք, հիմա երրորդը պետք է պարզապես տեսնենք 2-0 թե 3-1։ Սովորաբար ասեմ քեզ, ես իրոք ասում եմ բրավո, որովհետև սովորաբար պրակտիկապես շատ քիչ է լինում, որ 2-0 է լինում, միշտ է կամ 1-1 կամ այսպես պարտվում է, բայց ասում քեզ առանց հուշելու, առանց ամեն ինչի, բայց երրորդ տարբերակ հիմա պետք է տեսնենք, որ ինչ հաշվով կավարտենք խաղը։ Խնդրեմ երրորդ հատվածը։ Քեզ հիմա ասենք շնորհավոր, հետո Մարիա քո տոնն է սա, Ալինա քո տոնն է սա, Արսենչիկ քո տոնն է սա եւ Ֆերդինանդ այսօր քո տոնը չի։ Բայց ես ասացի 4-րդ։ Այո, Ֆերդինանդ ուզում է կլինի այսօր իմ ծնունդն է, էլի իմ ծնունդն է, ասում են երգ են գրում, պատկերացնում ես երգ, որտեղ լինում է Ֆերդինանդ այսօր քո տոնը չի, որ երեխին Լացի։
Երեխուն անպայման ուզում են լացած։ Հա, երեխուն ուզում են լացած կամ այնքան շատ գումար ունեն, չգիտեն ինչ անեն, ուզում են մի հատ երգ անեն, որ երեխուն անպայման երգեն, օրինակ Ֆերդինանդի եղբոր ծնունդն է, չգիտեմ, կամ քույրիկի ծնունդն է, որ մի հատ է Ֆերդինանդի համար երգեն, որ Ֆերդինանդը ձենը կտրի ու էլ չխանգարի քեֆ։ Որտեվ չեն կարող ասել Սա ամբողջ նախապատմությունը։ Մեծ Ֆերդինանդը ձենը կտրի էս զսպացրեցի փոքր Ֆերդինանդ։ Այսինքն անունները կրկնեմ Մարիա, Ալինա, Արսենչիկ եւ այնուամենայնիվ Ֆերդինանդ։ Ֆերդինանդ, հիշում եք այդ Ֆերդինանդ։ Արսենչիկը Այլ մեծանում է դրա համար այդ Ֆերդինանդը այդ փոքրուց է։ Դժվար տղայի համար այսքան Դժվար։ երկեն ու տենց անուշ զայնով ես իմ չգիտեմ։ Շատ սիրուն քաղցր անուշ կանացի sense կարող է։ Ինձ թվում է որ նորից հիշացնես Մարիա եւ Ալինա։ Ալինա։ Երկուսն էլ կարող լինի։ Բայց արի ասեմ Մարիա։ Մարիա։ Արի ասեմ Մարիա։ Բայց Ալինան էլ շատ սիրուն անուն է։ Բա դե բոլորը սիրուն անուն են։ Ես կզասեմ Ֆերդինանդը ընդհանրապես։ Չէ, դրա մասին չի։ Ֆերդինանդը վերջն է։ Դրա մասին չի խոսքը։ Ես շատ հարգում եմ այն փաստը, որ մարդիկ իրենց ծնողների անունն են դնում, պապերի անունն են դնում, չնայած որ մեր ընտանիքում երբեք չեն կրկնել։ Մեր մոտ միշտ նոր մարդ, նոր անուն, նոր մարդ, նոր։ Չէ, բայց դա շատ նորմալ է։ Ես եմ շատ նորմալ վերաբերում, այո, դա հա։ Ես իրավունք ունեմ բաներ ասելու կամ առավելևս։ Գիտես, սովորաբար կա այսպիսի մի, նո ասում են, հա, երբ որ դու քո փոքրիկին դնում ես քո ծնողների, հա, կամ դու ոնց որ տալիս ես իրենց ճակատագիր ասեմ, կյանքը։ Հա, եւ նո Աստված բոլորի տներից հեռու պահի, հա, բայց այնուամենայնիվ եթե որոշակի առումով այդ չոր առողջական ոնց որ վախ կա, որ այդ առողջականը կարող անցնել։ Դրա ես էլ եմ ասում, դա իհարկե յուրաքանչյուր մարդու գործն է։ Բայց դրա մեջ շատ սիրուն բան կա, որ ոնց որ երբ որ դնում է մարդը ծնողի անունը, ոնց որ դրա փոքր մոդել ունի։ Իհարկե փոքր օրինակ մեծ Արմեն փոքր, մեծ Տիգրան փոքր Տիգրան, Տիգրան մեծ Տիգրան փոքր, ինչքան լավ։ Պապի համար մեծ հպարտություն է, քո համար որպես հայր շատ մեծ հպարտություն է, դու քո իմաստն ես, իմաստավորվում է քո ամբողջ դրած աշխատանքը, հայերեն բառ չի, բայց սիրուն բառ է, ամագը, այդ ամագը չի կորում, հասկանում ես։ Տեսնում ես, որ երեխեքը գնահատել են դրել են քո անունը, մի խոսքով։ Հիմա դրա տրանսֆորմ տեսակը կդնեն ավելի կարճը, կդնեն ուրիշ լեզվով, նշանակություն չունի։ Կարևորը որ քո մի տեսակը, մի մասը հարգել են, ընդունվել է եւ անցնենք երկին։ Կարծում եմ Մարիա։ Մարիա քո տոնն է սա, այս տարբերակը ընտրեց Հովհաննեսը, լսենք ճիշտ տարբերակը եւ արդեն անցնենք առաջ, խնդրեմ։ Մամայի, պապայի, թոփոքի հրեշտակ, ամենակարևոր մի էյար, հրաշքուպես ծնվել ես այսօր, քեզ իմաց են շնորհավոր, Վերջ, իրոք։ Ես գնացի արդեն 3-0, բրավո, այո, բրավո, իրոք կարելի է երկերի համար, խնդրեմ պատմեմ։ Ինձ double shot whisky խնդրում եմ եկա, չէ՞։ Այս հաղորդումից հետո։ Բրավո, Նա սպասի մեջ եմ մնացել։ Շնորհակալ եմ, բրավո եմ ասում, իրոք հրաշալ էր Հովհաննես ջան, եւ մինչ մեր հաղորդման ավարտը մի փոքրիկ իհարկե խնդրանքը, եւս հիմա ուզում եմ խոսենք անպայման առաջնահերթ իհարկե։ Նու մենք արդեն խոսեցինք նախագծերի մասին, բայց մայիսի 14-ին եւս մեկ անգամ հիշենք, հիշեցնենք մեր հեռուստադիտողներին, մայիսի 14-ին AGBU Performing Arts Center Pasadena տեղի ունենալու հրաշալի ներկայացում Հովհաննես Բաբախանյանի անունը կրկին հիշեցնես։ Գերին եւ Գրեյսը։ Գերին եւ Գրեյսը։ Կարողացա գովազդը ճիշտ ֆորմատով բերեմ, բայց մենք հիմա եթե դեմ չես, հա, մենք պատրաստել ենք, այո։ Մենք մի փոքրիկ հիմա հատվածը կդիտենք իհարկե, դուք նաև սիրելի հեռուստադիտողներ, տոմսերը արդեն վաճառքում են, կարող եք արդեն ձեռք բերել, որպեսզի անպայման այդ հրաշալի ներկայացմանը լինեք ներկա մայիսի 14-ին երեկոյան ժամը 7-ին։ Իսկ մենք հիմա կխնդրեմ իհարկե մի փոքրիկ հատված դիտենք պատմող այդ ներկայացման մասին եւ արդեն կվերադառնանք տաղավար, խնդրեմ։ Ես մի արկում անեմ, որ սրտապնդվեմ։ Աղ ջան, շատ անուշ։ Դու ես բերել։
Ես եմ նայ այսօր ես Այո, ուզում եմ քեզ այո, մի բան անել Երան դեր դու ասել է ինչ անել, Անդեր ինչ էր անում Մաչի հիշում ինչ էր անում Ինչ էր ասում դրան Վայ Համար դասեքի Անակնկալ Այսօր երեկոյան Ուզում եմ քեզ բանը հրավիրել ընթրիքի Դե ուզում եմ քեզ անակնկալ անել էլի բայց մեզ թիվն է ինձ անակնկալ անում Հայդե մինչև Սիվի գալը մի անգամ էլ մենք անակնկալ անենք Հիմա Հա, որտեղ այդ որտեղն է էլի հենց անակնկալի բուն մասը Հասկացա Ուզում եմ քեզ հրավիրել ռեստորան բայց մեզ թիվն է ինձ ռեստորան Հա, հիմա էլ էլի ասում ես Սիվը համար Ատա մեզ եմ հանել վայ Չակլետ կուդեի, չակլետա քո չակլետի դիբիլներն է Ապոստորը թանթար դուսատար Դիմից պանել է, չգիրես դահար դիբիլս պանել է Այդին բրնաբարել է, պանել է Այ կաթոք նամատամ է տակ Ինչպես իտ խամարդ է վաղուց ինձ հրա ոչոք այդպես չեր բարկացել Հրաշալի Հովհաննես ջան, եւ սիրելի հեռուստադիտողներ, դիտեցինք հատված այդ ներկայացումից մայիսի 14-ին երեկոյան ժամը 7-ին AGB Performing Arts Center տոմսերը արդեն վաճառքում են Գարի եւ Գրեյսի Դիտեք անպայման այս հրաշալի ներկայացումը, որովհետև իրոք ես ավելի քան համոզված եմ, գիտեմ, որ անմոռանալի իհարկե հիշողություններ եւ անմոռանալի րոպեներ կանցկացնեք դիտելով այս ներկայացումը տոմսերը արդեն վաճառքում են։ Եվ Հովհաննես ջան, մեր հաղորդման ավարտին իհարկե մի փոքրիկ խնդրանք։ Մեր բոլոր հյուրերին, բնականաբար երգիչ, դերասան, մի փոքրիկ խնդրանքով ենք դիմում։ Եվ գիտես, քո երգացանկում կան շատ բազմաշատ երգեր, մեկը մյուսից սիրված, լավ, բայց ես ուզում եմ խոսենք եւ քո վերջին երգերից մեկի մասին, որը շատ յուրահատուկ է։ Ես կխնդրեմ, որ դու մի քիչ ներկայացնես այդ երգը եւ եթե դեմ չես, պարգևես այդ հաճելի րոպեները երգելով մեր հեռուստադիտողների եւ մեզ բոլորիս համար։ Շատ լավ։ Փորձեմ հնարավորինս կարճ, որովհետև չեմ ուզում անակնկալը, այսպես ասած, մատնել ու ինքը, որովհետև շատ մեծ պրոյեկտի համար է այս գործառքում։ Երգը կոչվում է Իմ տեսակը։ Իմ տեսակ, ահա։ Իմ տեսակը։ Խոսքերի հեղինակը Կարեն Խաչատրյանն է, Խաչ Կար, իմ շատ լավ ընկերը, որի պիեսի հիման վրա բեմադրեց կինս Մարի Մուսերյանը բեմադրեց Պատգամ, մենանկարացումը, որի գլխավոր դերակատարը, այսպես ասած, ես եմ, Կարենի հետ մենք այդտեղ աշխատել ենք եւ այդ ներկայացման վերջում ֆինալում ես դա արտասանում էի։ Ահա։ Իմ ցեղը ցավից կքած ծերունի, բայց իր էությամբ անմեղ երեխա, պատմությունը մեր այնքան վիշտ ունի, դե ուսանելու դասել էլ շատ կա եւ այլն։ Իսկ հիմա ուրեմն տաղանդավոր երաժիշտ ունենք, ֆանտաստիկ երաժիշտ, որին սենց որը հիացրել է պրոստը երաժշտությամբ, հիմա կլսեք, տեսիլք ռոք խմբի, այո,
մեր Խաչիկ Նամելիքյան, որը հավաքել է շատ գեղեցիկ երաժշտություն ու ռոքի մեջը։ Ռոքը երգել են բանակում մենակ, բայց հիմա պիտի այս հայկական որոշակի առումով պրեմիերա է մեր եթերում լինելու։ Այո, բառացիորեն, իսկապես բարիս բուն իմաստով պրեմիերա է, ինքը շատ հետաքրքիր ոճի մեջ է, բայց ես դες ասում եմ, որ ինքը դեռ ավարտուն չի, որովհետև օրիգինալի մեջ կա սկիզբ եւ ավարտ, որը մեր տաղանդաշատ Սամվել Երվինյանն է ջութակով նվագել շատ սիրուն եւ որի վրա Խաչիկը Մելիքյան ռեչետատիվով շատ հետաքրքիր գործ է կարդալու բայց այս ամենը հələ նախապատրաստական վիճակում է դրա համար ես կներկայացնեմ ուղղակի վոկալ մասը որը որ ես երգում եմ ձեր շատ լավ շնորհակալ եմ մեկ դու Հորինջան պատրաստվի մի քանի վայրկյան պատրաստվի սիրելի հեռուստադիտողներ եւ մինչ լսենք իհարկե այս հրաշալի երգը եւս մեկ անգամ ուզում եմ նշել մեր նախագծի գործընկերներին եւ շնորհակալություն հայտնել աջակցության համար Armenian Evening նախագծի հովանավորն է 911 Detox Center կազմակերպությունը որ օգնում է այն մարդկանց ովքեր ունեն վնասակար սովորություններ ունեն կախվածություն օգնում եւ վերադարձնում է լիարժեք կյանքի հեռախոսահամարն է 409 9000 Մեր նախագծի գործընկերն է Lido Palms Resort and Spa հյուրանոցային համալիրը, որը ձեզ առաջարկում է լիարժեք, լավ, հարմարավետ իհարկե համարներ, լողավազաներ տանքանքային ջրով եւ հանգիստ առողջարանում, հանգստյան օրեր անցկացնելու առողջարանում հրաշալի րոպեներ։ Հեռախոսահամարն է 760 329 6033։ Եվ այսպես պատրաստ ենք այ հիմա։ Ձեր թույլտվությամբ ակնոցս հագնեմ։ Իա, սիրով, այո։ Իմ ռոք Այո, այսպես։ Որ ես գամեն ինչ որ պետք է։ Շատ լավ։ Շատ լավ։ Եվ այսպես սիրելի հեռուստադիտողներ, հենց այս պայն MJ հեռուստաընկերության ուղիղ եթերում Armenian Evening Հովանես Բաբախանյան Իմ տեսակը երգի պրեմիերա։ Ցեղացավից կքած ծերունի Բայց իրեությամբ անմեղ երեխա Պատմությունը մեր այնքան վիշտ ունի Եվ ուսանելու դասեր էլ դեռ կա Իմ ցեղազնի ոգով սիրահար Բայց ճակատագրով այնքան ցավալի Թվում է մի երգ է, մի հեքիաթ երկար Անհաշտ պայքար է բարու ու չարի Թվում է մի երգ է, մի հեքիաթ երկար Անհաշտ պայքար է բարու ու չարի Հեքիաթի վերջն այդ ետ պիտի գա Չէ որ հեքիաթում հաղթում է բարի Մանով դերում հոգով երեխա Հավատում է տեսակն իմ բարի ավարտի Մանով դերունի հոգով երեխա Հավատում է տեսակն իմ բարի ավարտի
հավատում եմ ես։ Շնորհակալություն, բրավո եմ ասում, հրաշալի երգ, հրաշալի կատարում։ Շնորհակալություն Հովհաննես ջան, անչափ քեզ։ Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել անկեղծ զրույցի համար, անկեղծ կարծում եմ հրաշալի հայկական երեկո Armenian Evening ունեցանք միասին։ Ես իհարկե մաղթում եմ հաջողություն քեզ, չենք մոռանում մայիսի 14-ի ներկայացման մասին եւ իհարկե նորանոր պրեմիերաներ, նորանոր ներկայացումներ, որովհետեւ իհարկե քո երկրպագուներ, իհարկե քո հանդիսատես անհամբեր սպասում եմ քեզ։ Շնորհակալ եմ ես հրավերի համար, շնորհակալ եմ AMG հեռուստաընկերությանը, բոլորիդ, անչափ շնորհակալ եմ։ Սիրելի հեռուստադիտողներ, իսկ մենք արդեն կհանդիպենք ինչպես միշտ հաջորդ 5 շաբթի երեկոյան 22:30 AMG հեռուստաընկերության ուղիղ եթերում առողջ եղեք։ Մինչ նոր հանդիպում։ Նախագծի հովանավոր 911 Detox Center։ Նախագծի հովանավոր Lido Palms Resort and Spa։ Lido Palms Resort and Spa առողջարան։ Հանքային տաք բուժիչ ջրով բացօթյա եւ փակ լողավազաններ, ջկուզի, մերսման հատուկ սենյակ, սպա եւ անվճար կայանատեղի։ Հանքային տաք ջրով լոգանքները առողջարար են ոսկրերի ցավի, աղային կուտակումների, նյարդային խնդիրների եւ շատ այլ հիվանդությունների դեպքում։ Առողջարանը ունի 10 առանձին սենյակներ, ապահովված բարձրորակ հանգստի համար անհրաժեշտ ամեն ինչով, ներառյալ լոգարան, խոհանոց եւ գրիլ։ Շատ մոտ է խաղատներին։ Գտնվում է Desert Hot Springs-ում Palm Springs-ի հարևանությամբ։ Զանգահարեք, ամրագրեք ձեր սենյակը 760 329 60 33 հեռախոսահամարով։ Հրաշալի եւ բուժիչ հանգիստը ձեզ է սպասում։